Պատմությունը կերտված է Արարատ Արմենիայի թիմը կարողացավ առաջին անգամ իր պատմության ընթացքում չեմպիոնների լիգայում հաղթել դիմակայությունում եւ 3-2 հաշվով խաղում ու դա բավարար չէր լատվիական թիմին պայքարը շարունակելու համար։ Եկեք կազմերին անդրադառնանք, սկսենք Շեմրոք Ռովերսից, դարպասում Էդուարդ Մկգինթին է առաջին համարի մարզաշապքի եւ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հետ, աշխարհի փոխ-չեմպիոն Արգենտինայի հետ, պատկերացրեք ինչ արդյունք է գրանցել Ռոբերտո Լոպես եւ իր թիմը, ընդհանրապես Լոպեսը Կաբո Վերդե հավաքականի հիմնական կազմի խաղացողներից է։ Մյուս կենտրոնականն է երկրորդ լիգայում Պենաֆիել ակումբում խաղում էր, ճիշտ է Պենաֆիելը առաջատարների շարքում չէր, բայց ինչեւ կա հանդիպան մեկնարկը մեր թիմը սկսեց խաղալ դաշտի կենտրոնից առայժմ լեփլեցուն չէ հանրապետականը, բայց երկրպագուներ դեռ գալիս են ձախ եզր, այստեղ Բրենանն է, Բրենան մոտեցավ Տուգանայի նրա պարակին, Բրենան և փոխանցում էր կատարում իրականում, Օլիվերան և Շաղոյանը սպասում է, Շաղոյան տանգավոր էր, լավ փոխանցում էր բավականին, Բուենո տվեց դիրքը Բուենոն, բայց բրավել է հիմա Արթուր Սերոպյանն է գնդակով, Սերոպյան, փոխանցում է պետք կատարել Սերոպյան և եզրափակող չկա, Օլիվերան հիմա գնդակով է, փափուկ փոխանցում և Լիման, ինչպես կարողացավ այս դիրքից, ինչպես այնպես որ Փյունիկը Ահարկու Դեբրեցենի չի խաղալու, շատ լավ գործեց այստեղ Շաղոյանը, այն Դեբրեցենը չէ, որը տարիներ առաջ չեմպիոնների լիգայի հմբային փուլում էր խաղում, հիմա Սերոպյանն է գնդակով Արթուր Ուրադյան, Բուենո սխալվեց Բուենոն ու դարձյալ գնդակով Շեմրոք Ռովերսն է, Օլիվերան եկավ օգնեց, վտանգավոր է ոչինչ գայնավակականի նախկին ֆուտբոլիստը լեգենդար Գևորգ Ազարյանը, Բուենո, փակում է, վտանգավոր է, հարվածել է պետք, բայց խաղից դուրս վիճակ կար կարծում, ոչ, միթե չկար խաղից դուրս վիճակ և չբարձրացրեց մրցարը դրոշակը, բայց կարծում եմ հետագայում եթե անհրաժեշտություն լիներ վառամակարգը կմիջամտեր Ալվին Թերա և շեղ է հարվածում և մրցարը հիմա կավարտի Երկրորդ խաղակեսը հաշիվել է բացել դարպասապահի համար վերջ, առաջին կեսն ավարտված է 0-0 առանց բարձր տեմպի խաղակես կվերադառնանք ընկճումից հետո։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի ուղիղ եթերում շարունակվում է ֆուտբոլի չեմպիոնների լիգայի Օսալիվան Լոպեսի հետ, Իգրեյս և Լիմա, գոլ! Սա է փորձը, սա է վարպետությունը, ինչպես կարդաց դրվագ, ինչպես հասկացան, որ սխալվելու է մրցակիցը։ Եվ որքան սառնասիրտ, սառնարյուն, գերմանական սառնասրտություն կար Սանդրո Լիմայի գործողություններում։ Ճիշտ է նա պես լավ փոխանցում կատարեց և Գրեյս, այստեղ տեսեք։ Ամբողջ մունդիալի ընթացքում 120 րոպե բաց թողեցին այստեղ Բայերնին փոխանցում Տուգանային հրապարակ ու տեսեք, անմիջապես Եվս մեկ վարձից փոխանցում և բրավիսիմո մնաց ամուր կանգնած Օլիվերան կմնա չպաշտպանի դիրքում, կգա չպաշտպանի դիրք, փոխանցում վտանգավոր է և եկավ Յայա Տուրեն հիմա գրոյի հնարավորություն կա ձախ եզրով Ֆրանսան շարժվում է առաջ Ֆրանսա տարբերակներ է փնտրում գտավ Բանջակի Զիդան Բանջակի 2-0 Կարլոս Ֆրանսան դառնում է գոլային փոխանցման հեղինակ Բանջակին կրակեց աջ ոտքով ու ոչ մի հնարավորություն չտվեց դարպասապահ Մկգինթին 2-0 պասին Եվ չենք մոռանում, որ այս խաղում դեռ էլի կարելի է ու պետք է ավելացնել
առավելությունը։ Գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված, ևս մեկ անգամ կարող եք տեսնել Ֆրանսան շատ ճիշտ պահի բաժանվեց գնդակից, բանջակին հարմարեցրեց եւ փափուկ հարված Լիմա պահեց բանջակի, շարժվում է կենտրոն, խախտում չկա եւ դեպի Աֆոլաբին էր փոխանցումը, Աֆոլաբի եւ փրկվեցին։ Տան 5-1 հաշիվ հաղթել էր։ Մենք պարտվել ենք տարբեր գործոններ համադրելով շատ ճիշտ հերթական փայլուն մարշական աշխատանք կատարեց այսօր Մանուել Տուլիպան, թե փոփոխությունները, թե դիրքային առումով այդպիսի վերադասավորումներից եւ կարելի է գնալ Ակագրոյի դեպի Սանդրո Լիման։ Ֆրանսան սպասում է փոխանցման, իսկ ինչու Լիման այսքան դանդաղեց, բայց Տուլիպան գոհ է եւ վերջ։ Ավարտված է հանդիպումը Արարատ Արմենիան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի մեկնարկում հաղթում է եւ պատասխան դիմակայությունից առաջ երկու գնդակի առավելություն ունի, ամեն ինչ վճռվելու է Դուբլինում մեկ շաբաթ անց այդ խաղը եւս կլինի առաջին ալիքի եթերում եւ մենք կարող ենք լինել չեմպիոններ